ճանապարհը, իմ ամեն օրվա ճանապարհն է։ Առավոտը գալիս եմ, իրիկինը գնում եմ, ու այդպես։ Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, առավոտյան ճիշտ է դրսից չխոսեցի, ասի կգնամ ներսից խոսեմ, որ տրամադրություն չլիներ առավոտյան շոտ, այսօր մի քիչ սառներ, ճիշտ է, ժիլետ եմ հագել, եթե կհիշեք Արմինեիս առած ժիլետն է, բայց ցուրտ էր, թևերս մրսեց, երևի արդեն պետք է որ կուրտկա հագնենք։ Ձեր հետևորդներ ջան, դե հետո կխոսենք սուրճ տրեք, որ սուրճ խմենք միասին։ Սիրելիներս, դե արդեն ոնց որ արդեն կամաց մեր շորերը պետք է բան անենք, հաստ հագնենք, որ չմրսենք։ Զգացի, որ թևերս մրսեց։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, բան էի ուզում ասեմ, բայց դե չէ, ավելի լավ է չասեմ։ Հետո կասեմ, տենց, մեր սուրճը եվվի, առավոտ շուտ որ գալիս ենք, հենց մեզ գցում ենք, որ սուրճը խմենք, ասենք օր ա լինում, որ գալիս եմ գործով եմ ընկնում, մոռանում եմ սուրճը, ահագին ժամանակ է անցնում, էլ հնարավոր չի լինում նկարը հանելու, տենց ենք խմում։ Սեր հետևորդներ, դե իմ հին հետևորդները գիտեն, որ ես իմ տնից չեմ նկարահանում նանում, չասեմ, բայց դե ասում եմ, որտեղ պետք է ասեմ։ Իմ տնից չեմ նկարահանում անում, աշխատանքի վայրից եմ նկարահանում անում, մի հատ հետևորդը, ոնց որ այդ հետևորդը ամենօրյա չէր, թե չէր գրի տենց էլի, ոնց որ նոր հետևորդ է, ինձի գրում է, որ բան արա, այդ կողքնին բանա թափթփված է, մի հատ հավաքի, մի հատ ինչ կլինի հավաքեք։ Նրա ասելու ձևը, նրա գրելու ձևն էլի վիրավորական է։ Ալիսա ջան, հենց քեզ է խոսքս վերաբերվում։ Դու չլինի թե ինձնից շատ մաքուր, չգիտեմ, աղջիկ ես, հարց ես, ինես, չլինի թե ինձնից շատ մաքրասեր լինես։ Նախ մաքուրա ժողովուրդ ջան, ցույց տեմ, նայեք, տեսեք, որ տեղը տեղին է։ Էսա, ստեղի հնարավորությունը, էսա։ Նայ, էստեղից սկսեմ։ Նայեցիք, էսա ստեղի հնարավորությունը։ Ես սրանից ավելի ոնց կարամ մաքրեմ, իմ տունը չի, որ ձևափոխություն անեմ, չգիտեմ ինչ անեմ, մի քիչ գրելու ձև է։ Ճիշտ է, ես իրեն պատասխանել եմ, իմի կարող է ինքը նեղանայել, ասի, որ բան արեցի, ասենց ընդհանուր բոլորն էլ լսեցին, այո, ովքեր նոր են միացել իմ ալիքիս էլի հետևորդներ ջան, ես մի հատ հոլովա գցում եմ այստեղից, մի հատ էլ գցում եմ իմ տնից, իմ տունն էլ նայեք, համեմատեք իրար հետ, ինչի ես փնթիկ ընկա տպավորություն եմ թողնում, վիրավորականը չի կարելի տես բաներ գրել, նախ եթե դու, չգիտեմ, եթե դու նոր հետևորդ ես, ոչինչ, ասենք, թե չես իմացել ես, էսա իմ տունս է, բայց դե արդեն ես քեզ ասեցի, որ սա իմ տունս չի, ինչ որ կա, էսա հնարավոր չի ոչ մի բան փոխել։ Ստեղ էլ սեղանի վրա կարամելի տոպրակներ,
Ստեղ գցած ես մի կարամելներ իմ սուրճի համար, ստեղ երկու ակնոցները սա դրած, այսպես է, ինչ կա ստեղ չհավաքելու, այս մարդկանց բանը վիճակը ես ուրիշ ինչ կարաս անես։ Ես էլի հետևորդներ ջան, շատ խոսացի, գնալ սուրճս խմեմ, դուք էլ խմեք ձեր սուրճը կամ թեյը, հիմա սրանով ոչ ենք չեմ կոֆեյով չեմ վերջացնել, խոսքս մոռացա, որ ինչ էի ասում, հետո թեյել եմ խմելու, պիտի ժամանակ անցի թեյել եմ խմելու, դե մեր Երևիկը հլա քնացա, երևի կհելնի իրար հետ թեյ կխմենք, էլի սուրճ կխմենք, որ ուզենա, դե կհանդիպեք սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, ամեն օրվա նման 2 հատ կարտոֆիլ եմ դնում խաշվի, 2 հատ չի 3 հատ տեսակ, մեկը փոքր էր։ Ես վատ տեղերը կտրում եմ, կարտոֆիլը լավ լվացել եմ, գուբկա եմ քսել, ու սենց կլեպով եմ իրան կեղևովը անանում էլի, եփում, որ վիտամին մնա մեջը։ Ջուր շատ է, մի քիչ դատարկենք։ Դնենք թող խաշվի։ Սիրելի հետևորդներ ջան, մեր կարտոֆիլը ոնց որ եփվել է։ Մոռացա ասեմ, որ 2 հատ ձու եմ դրել խաշվի։ Ձու նոր եմ դրել, որ խաշվի, թողնենք։ Լավ է, եփված է կարտոֆիլը, որ շատ եփվի կարող է հետո լղջվի, ավելի լավ է հանենք։ Եփում շատ եփած չեմ ուտում, շատ 3 րոպե եփի եւ պատրաստ։ Իսկ այն մեկը մի քիչ բանեմ։ Ընդհանրապես ձուն ասում են սառը ջրի մեջ մի դիր, որ հեշտ մաքրվի։ Իսկ միշտ մանկուց տեսել եմ, որ իմ մայրս, որ տաք հալինում դնում է սառը ջրի մեջ, հովանա, որ կարենա մաքրվի, հələ երբ դուրս մենացում եփի, որ վերցնենք։ Բայց ես փորձեցի, տեսա, որ չէ, նույնն է։ Եվ տաք վիճակում է դժվար մաքրվում, եւ սառը վիճակում։ Իսկ թվում է, եթե ձուն նոր է լինում, նոր, ասենք թե երեկվա ածած ձու է, իսկ թվում է դժվար է մաքրում, որ ձուն մի քիչ խնանում է, իսկ թվում է հեշտ է մաքրում։ Մենք էլ խանութից ենք առնում, ինչ ենք իմանում, քանի օրվա ձու է, բայց չի դժվար է մաքրվում, չգիտեմ։ Լավ, այս մի ձուն էլ վերցնենք։ Եփված կլինի։ Գազոջախ անջատենք, ջուրը դատարկենք։ Սովորության համաձայն, չէ, ձուն պետք է սառը ջրի մեջ։ Շատ չի սառը, այստեղ դնենք, որ հեշտ մաքրվի։ Կարտոֆիլը դնենք, այստեղ թող տաք մնա, բերանը ծածկենք։ Չէ, փոքրը։ Այսպես սիրելի հետևորդներ ջան,
Մի երկու հատ շոր եմ լվացել, մեր տան եմ փռել։ Սեր հետևորդներ ջան, դա եկավ ժամանակ է։ Ձուն, որ շատ տաք է, բան արեցի, դրեցի ոչ սառը ջրի մեջ, հա տեսնենք ոնց է մաքրվում, սեր հետևորդներ։ Ոնց որ լավ է մաքրվում։ Չէ, էս էլ էլի կպնում է։ Ինչից է չգիտեմ։ Մաքրել դժվարանում է։ Հազվագյուտ է պատահել, որ սենց դժվար է մաքրվում, բայց վերջերս ինչքան որ ձու եմ խաշում, դժվար է մաքրվում։ Ես հա ձեզ ասում եմ, սիրելի հետևորդներ, կարող է դուք մի հատ ճարեք իմանում, որ ձուն հեշտ մաքրվի։ Դուք ձեր մոտ, ասենք, եղել է, որ ձուն դժվար է մաքրվում, եթե չի դժվար է մաքրվում, ասենք, ոնց եք երբում, ջրի մեջ կարող է աղեք լցնում։ Եթե ինչ-որ մի բան գիտեք, ձեր խորհուրդ տվեք։ Ձեր խորհուրդի կարիք ունի, ուղղակի ես ձուն ինչ եղավ, սաղ մաքրեցի, կճեպով մնաց հեչ բատակը, առանց էլ ինքը պուճուր ձու է։ Սել հետևորդներ ջան։ Էսի ներվերի դեղ է, ոչ էլ նորմալ մաքրվեց, սաղ հետը գնաց, կճեպի հետ գնաց։ Առանց էլ պուճուր ձու է, տակը ոչ մի բան չմնաց։ Այս անգամ, մյուս անգամ իմ իմացած ձևով սառը ջրի մեջ եմ։ Այս միտում տեսնենք ինչ է։ Ձվի ես մի կողմը միշտ փուչա չէ երևում։ Այդ փուչ տեղը դե ճիշտ է մաքրվում է նորմալ։ Ես էլ է կպնում։ Նույն ձևով էլ ես մեկն ասել հետևորդներ։ Ձեզ չհոգնացնեմ իմ ձուն մաքրելով սիրելի հետևորդներ։ Այս մի ձուն ոնց որ այ մի քիչ նորմալ մաքրվեց այս մեկից։ Այն կճեպ չլինի վրե կպած։ Հերթը հասավ սիրելի հետևորդներ կարտոֆիլինը։ Կարտոֆիլին կճպենք թթվի հետ միջև ճաշ էսի կվայելենք, ընդհանրապես կարտոֆիլը կշտացրող է, այսօր բան չունեմ, ճաշ չունեմ պատրաստելու, սիրելի հետևորդներ, նորություն բան չունեմ, դե ոնց որ տեսնում եք, ստեղ հնարավոր չի, որ խմորեղ եմ պատրաստեմ, բայց ես տունը բոլովակներ ունեմ նկարահանած, որ խմորեղեններ եմ պատրաստել, մի օր ստեղից եմ բոլովակ ուղարկում YouTube, մի օր իմ տնի նկարահանածն եմ ուղարկում, չեք տեսնեք ինչ ա լինում, չեք տեսնեք ինչքան եմ ստեղ աշխատում, ոնց ա լինում, ինչ ա լինում, հնարավորությունը չկա էլի ստեղ, որ խմորեղ եմ պատրաստեմ, ես լավ եփածը մաքրեմ, որ մեր եվիքերիկը ատամ չունի, կարող առնա Որացել էի, որ դանակով մաքրեմ, սիրելի հետևորդներ, հիմա կարող է հետաքրքրված լինեք, որ ես ոնց եմ աշխատում, հանգստյան օր չունեմ, ոնց տեսնում եք, հանգստյան օր չունեմ, առանց հանգստի եմ աշխատում, առավոտը 6:30 զարթնում եմ, 8:20 պակաս դուրս եմ գալի տնից, 8:30 ստեղ եմ լինում արդեն, իրիկումն էլ 6-ին գնում եմ,
7-ից հազիվ տուն եմ հասնում։ Մի քիչ հոգնում եմ, բայց թե ինչ անեմ, պետք է մինչև տեսնենք իմ Հունաստան գնալու գործերս ինչա լինում։ Ոնց տենում եմ, հետաձգվում է, տեսնենք էլի, Աստծո կամքով լինի, եթե Աստված չի կամենում, ուրեմն տենց է պետք, կհարմարվենք։ Ոտեն սիրելի հետևորդներ ջան, կարտոֆիլներ մաքրեցի, հիմա ես լավ մաքրածը տնեմ էվիկին, ես ինչ կպար ձերիս։ Երեքորդ տոլմայի պատրաստ է սիրելի հետևորդներ, այդ մնացած հաստ տեղերը, որ կտրել էի, լցրել եմ թթվի մեջ, որ թթվի։ Մի քիչ թթու դնեմ։ Ինչ ա եղել։ Սպասի գալիս է։ Այս թթունորից կտնենք սաղարանը, 3 օր մնացել է, տեսավորակ թթվում է, սիրելի հետևորդներ, դրեցի սաղարանը, որ շատ չթթվի։ Ես տենց եմ անում։ Այսի սենց կարտոֆիլներ կտրտել եմ, մնաց հացը, որ հասնեմ։ Մի քիչ էլ պանիր բերեմ տնեմ։ Սիրելի հետևորդներ ջան,